Սիրելի երիտասարդներ, ես հիշեցի իմ մտքերն ապրումները, երբ որ իմ մոտ եղան առաջ անգամ Աստծո խոսքը լսելուց։ Ես Աստծո խոսքը լսել եմ 1968-ին, ինձ այդ տարի Աստված այցելել է, Իրան է դարձրել։ Ես հիշում եմ, երբ որ եղբայրը իմ հետ խոսեց, ես այդ նրանից հետո սկսեցի մտածել, լավ, եթե իրապես Աստված կա, մարդը ոչ թե պետք է ապրի խելքից դուրս, ինչպես իրան հարմար է, այլ պետք է Աստծուն ճանաչի եւ ապրի Աստծո կամքով։ Ու իմ փնտրտուքը դա էր, որտեղ Աստված ինձ արթնացրել էր։ Եթե իմանամ ինքը կա, ես իրան եմ տրվելու։ Ու իհարկե սիրելիներ, այդ օրը եկավ, Աստված այցելեց, ինձ բացվեց, իմ կյանքը շրջեց։ Ես առաջին ուզում էի սա ասել, սիրելիներ, Աստված մեր հայրն է, եւ Աստծո նպատակը մեր համար որն է։ Իհարկե, այս ձևակերպումը ես համարում եմ ամփոփիչ։ Որպես հայր, Աստծո հավիտենական նպատակն է ունենալ մեկ ընտանիք շատ զավակներով, որոնք հաղորդ են իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Աստծո հավիտենական նպատակը սա է, սիրելիներ։ Եվ Եփեսացիս թղթի առաջի գլխի 3-րդ խոսքում հենց այդ մասին է Պողոս առաքյալը ասում։ Եվ շատ տեղեր ասում։ Իսկ մեր հավատացյալների նպատակը որը պետք է լինի, սիրելիներ, որպես հավատացյալներ, որպես Աստծո զավակներ, մեր գերագույն նպատակը պետք է լինի նրա ներկայության ուրախությունը վայելել եւ իրան փառավորելը։ Սա որպես հավատացյալներ, որպես Աստծո զավակներ, մեր գերագույն նպատակը պետք է լինի իր ներկայության ուրախությունը վայելելը եւ իրան փառավորելը։ Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք իր օրհնաբանությունները պատմենք։ Պետրոս առաքյալը ասում է, մեզ կանչել է իր առաքինությունները պատմենք, որ խավարից մեզ կանչել է իր զարմանալի լույսի մեջ։ Այո, սիրելիներ, մարդը մեղավոր է, մարդկային միջոցներով մարդու շտկումը հնարավոր չէր, մարդու եւ Աստծո միջև կար անդունդ, եւ այդ անդունդը վերածվել է Հիսուս Քրիստոսով։ Աստծո եւ մարդկանց միջև մեկ միջնորդ կա Հիսուս Քրիստոս մարդ։ Պողոս առաքյալը այդպես ասում։ Տեր ասում է. ես եմ ճանապարհը ու ճշմարտությունը եւ կյանքը, մեկի չի կարող որ մոտ գալ, եթե ոչ ինձանով։ Այո, սիրելիներ, Աստված գործում է։ Եվ Աստված գործում է իր խոսքի միջոցով։ Չէ, հենց Աստվածաշնչի առաջի էջերում լսում ենք. Աստված ասեց, լույս լինի եւ լույս եղավ։ Երկինքը, երկիրը, ամեն բան հաստատված է Աստծո խոսքով։ Եվ նմանապես Աստված մեր կյանքում գործում է իր խոսքի միջոցով, որտեղ իր խոսքը կյանք է, իր խոսքը զորություն է։ Սաղմոս 107-ի 20 խոսքում շատ գեղեցիկ գրված է։ 107 Սաղմոս 20-րդ խոսքը։ Իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրանց կորուստից։ Իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց։ Աստված ուղարկում է իր խոսքը եւ իր խոսքի միջոցով մարդուն փոխում է, մարդուն բժշկում է։ Եվ մարդը, որ լսում է Աստծո խոսքը մարդու կյանքում ինչ աշխատանք է տանում, մարդուն հավատքի է բերում, սիրելիներ։ Մարդուն հավատքի է բերում։ Մարդը իր հայացքը իրանից, կողքիններից ընկում է թեքում եւ նայում է Աստծուն։ Հռոմայացիս թղթում գրված է, Պողոս առաքյալը ասում է 10-րդ գլխի համար 13-ը. Վասնզի ամեն ով որ
Տիրոջ անունը կանչե կապրի կամ կփրկվի։ Ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կապրի։ Մարդը հասկանում է իր ունայնությունը, իր փուշ լինելը, իր ոչնչությունը, հասկանում է, որ կյանքը Աստծո մեջ է եւ այդ կյանքը Աստված մարդուն տալիս է Հիսուս Քրիստոսով, չէ՞։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է Հովհաննեսի ավետարան 5:26. Ինչպես հայրը իր անձի մեջ ունի կյանք, այնպես էլ որդուն տվեց, որ իր մեջ ունենա կյանք, ինչի, որովհետեւ որդով հաղորդ լինեն կյանքին, սիրելիներ։ Տերն ասում է, ես եկա, որ ունենա կյանք եւ էլ ավելին։ Մարդը հասկանում է, որ կյանքը Աստծո մեջ է եւ այդ կյանքը Աստված մարդուն տալիս է Հիսուս Քրիստոսով եւ դրա համար մարդը կանչում է Տիրոջ անունը։ Դրա համար Արաքյալ ասում է. «Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կապրի»։ Տիրոջ անունը կանչել սա է նշանակում, որ մարդը ամբողջովին հավատում է Աստծուն, որ կյանքը Աստծո մեջ է։ Մարդը իրանից երես է թեքել։ Մարդը իր հանդեպ ունեցած հավատքը կորցնում է, իր հանդեպ լսում է անհավատությամբ, իր վրա խաչ է քաշում եւ նայում է Տիրոջը, Տիրոջ անունն է կանչում։ Եվ շարունակության մեջ Արաքյալը ասում է. այո, այդպես է, վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կապրի, ինչպես կանչեն, որին չհավատացին, եւ ինչպես հավատան, որից չլսեցին, եւ ինչպես լսեն առանց քարոզողի, եւ ինչպես քարոզեն, եթե չուարգվեն։ Ինչպես գրված է, որպես գեղեցիկ են նրանց ոտները, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաների ավետիք տալիս։ Բայց ոչ թե ամեն քնազանդ եղան ավետարանին, որտեղ Եսային ասում է. Տեր, ով հավատաց մեր լուրին, ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Աստված ուղարկում է իր ծառային, ավետարանիչին, քարոզչին, իր զավակին, իրանից խոսքը լսում ենք։ Այդ խոսքը մեր մեջ առաջացնում է հավատք Աստծո հանդեպ, մարդը ամբողջովին իրանից իր երեսը ընկում է թեքում եւ ամբողջովին հազվում Աստծուն եւ Աստծո խոսքը իր կյանքում գործանում է։ Եվ դրա համար ասում է ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից, այո, սիրելիներ, հավատքի մեջ աճելը Աստծո խոսքի միջոցով է։ Աստծո խոսքը մարդու մեջ առաջացնում է հավատք։ Դա Աստծո աշխատանքն է։ Եվ ես ասեմ սիրելիներ, որ հավատքը դա մարդկային բան չի։ Ինչի որ մարդը որոշի իրան հուզի, իրան տրամադրի եւ հավատա։ Դες բան չկա։ Եփեսացիս թղթում ասում է. դուք շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով կամ հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է։ Հավատքը նույնպես Աստծո պարգևն է։ Հավատքը Աստծուց է, չէ՞, որովհետեւ ասում է հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից է։ Ուզում եի մի կարևոր բան նշել սիրելիներ։ Հավատքի խոսքը վերլուծության չի ենթարկվում։ Որովհետեւ ավելի բարձ լինի, հիմա կասեմ սիրելիներ, հավատքի խոսքը վերլուծության չի ենթարկվում։ Այ Գիրք Ծննդոցում լսում ենք, Գիրք Ծննդոցի մեջ գրված է 12-րդ գլխի առաջի խոսքերից. եւ Եհովան ասեց Աբրամին. գնա քո երկրից եւ քո ազգականներից եւ քո հորտանից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ, եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ, եւ դու օրհնյալ կլինես, եւ քեզ օրհնողներին կօրհնեմ, եւ քեզ անիծողներին կանիծեմ, եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվին։ Եվ Աբրամը գնաց, ինչպես Եհովան նրան ասել էր։ Հիշեցնեմ սիրելիներ, Աբրամը այդպես կարելի ասել, առանց զավակի էր, զավակ չուներ, Սարայի օրերը անց էր կացել,
զավակ ունենալու հույս չկար, եւ Աստված Աբրամին ասում է. գնա քո երկրից, քո ազգականներից, քո հորտանից այնտեղը, որ ես քեզ ցույց կտամ, եւ պետք է տամ քո սերունդին։ Քո սերունդը պետք է շատ օրհնեմ։ Սիրելիներ, չէ, ասենք, այսօր երբ որ ինչ-որ մեկին ասում է, որ այս ինչ տեղը լավ աշխատանք կա, ասենք Ռուսաստանում այս ինչ քաղաքում լավ աշխատանք կա, չէ, մարդը նայում է, քննում է, հարցուփորձ է անում, իսկապես այս մարդու ասածը այսպես է, չէ, ստուգելուց հետո նոր այդ քայլը անում է։ Այո, մարդկանց ասածը ասում են, քննում են։ Բայց տեսնում եք, սիրելիներ, Աբրահամ այդպիսի բան չարեց։ Ինքը չքննեց, խելքամոտ է, ախր այդ անծանոթ երկիր է, անծանոթ տեղ է, ապրելու համար հարմար է։ Եվ սրա համար, սիրելիներ, Եբրայեցիս թղթի հեղինակը այդ պահը լավ տեսնում է, որ այո, հավատքի խոսքը, մարդը, որ խոսքը լսում է, հավատում է, այդ խոսքը չի վերլուծում, անալիզի չի ենթարկում, չի քննում, խելքամոտ է թե չէ, այլ մանկան նման հավատում է։ Եթե սկսում է քննել, դա արդեն անհավատություն է։ Եբրայեցիս 11:8-ը հավատքով Աբրահամը երբ որ կանչվեց, հնազանդ եղավ դուրս գնալու այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր, եւ դուրս եկավ, գնաց առանց գիտենալու թե ուր է գնում։ Այս է հավատքը, սիրելիներ։ Սա է հավատքը։ Այո, մարդու ասածը, մարդը որ մի բան է ասում, քննում ենք, ստուգում ենք, խելքամոտ է, ճիշտ է թե չէ, բայց Աստծո խոսքը ենթակա չի վերլուծության, ճիշտ է թե սխալ, դա անհավատություն է, եթե մեկը փորձում է քննել։ Աբրահամին Աստված ասեց եւ առանց քննելու դուրս եկավ, գնաց, եւ հետո տեսնում ենք, սիրելիներ, Աստված Աբրահամին օրհնեց, իրան հավատքի մեջ աճեցրեց, իրան Իսահակը պարգևեց, որի սերնդով մեր Տեր Հիսուս Քրիստոսով երկրի բոլոր ազգերը օրհնվում են։ Այո, սիրելիներ, հավատքի խոսքը, Աստծո խոսքը վերլուծության չի ենթարկվում, չի քննվում, ինձ ձերը տալիս թե չէ, իսկապես այդպես կլինի թե չէ, եթե մարդը վերլուծում է, սա արդեն անհավատություն է։ Ինչպես ասում են, մարդը հալած յուղի տեղ պետք է ընդունի, այս է հավատքը, սիրելիներ։ Եվ սրան զուգահեռ, սրան հակառակ, ուզում եմ հիշեցնել այդ մասին 4-րդ գիր թագավորացում է գրված 7-րդ գլխի առաջի խոսքերից, նախորդ գլխում գրված է մասին, որ Իսրայելը նեղության մեջ էր, մայրաքաղաքը Սամարիան շրջափակված էր ասորիների զորքի կողմից, ժողովուրդը մատնված էր սովի,ենաշճան սովի, մինչև անգամ մայրերը երեխեքին ուտում էին։ Ահավոր վիճակ էր, սիրելիներ։ Եվ այդ վիճակի մեջ Աստված խոսում է Եղիսեի հետ, եւ Եղիսեն ժողովրդին ասում է. Տերը այսպես է ասում. վաղը մի գրիվ շարմախ ալյուրը մի տարեկան եւ երկու գրիվ գարին մեկ տարեկան։ Մեկ գրիվ է 7.5 լիտրի չափ է, սիրելիներ։ Եղիսեն գին ասում է, որ բարակ ալյուրը մի գրիվը վաղը արժանանալու է մի տարեկան, իսկ երկու գրիվ գարին երկու տարեկան։ Նախարարը, որ երկրորդ մարդներ Իսրայելի թագավորից հետո ասում է, այդպիսի բան հնարավոր չի, եթե ամբողջ երկինքը արվի պատուհան, այդպիսի էժանություն հնարավոր չի։ Այս մարդը շատ խելացի մարդ էր, ընկած ելած մարդ էր, ճիշտ մարդ էր։ Ինքը շատ բաներ ջոգում էր, բայց սիրելիներ, երբ որ Աստծո խոսքը հնչեց, ինքը մոտեցավ շնչավոր ձևով, մարմնավոր ձևով, իր մեջ մտածեց խելքամոտ չի, եւ ինքը ասեց հնարավոր չի այդպիսի բան։
եթե ամբողջ երկինքն էլ բացվի, երկինքն էլ լինի դուր ու պատուան, այդպիսի բան հնարավոր չի։ Եղիսեն ասեց, աշկով էդ կտեսնես, բայց չես վայելի։ Հասկանում եք, սիրելիներ, սա անհավատություն է։ Աբրահամին Տերը խոսեց, ելիր քո երկրից, քո ազգականներից, քո հորտանից, այնտեղ է գնա, որ քեզ ու քո սերունդին պետք է տամ։ Առանց քննելու ելավ ու գնաց, հնազանդ եղավ Աստծուն։ Այս նախարարը ինքը Աստծո խոսքը անալիզի ենթարկեց։ Խելքամոտ չի, հնարավոր չի։ Եվ այդպես էլ եղավ, սիրելիներ։ Ասորիները իրանց ավարը, վրանները թողել գնացել էին, երկու բորոդի միջոցով ավետիք եղավ եւ Իսրայելի որդները եկան, ավարին տիրացան, նախարարն էլ ընկավ ժողովրդի ոտների տակ մեռավ։ Թող Աստծո ողորմությունը լինի, սիրելիներ։ Երբ որ Աստծո խոսքը հնչում է, երբ որ Աստված իր խոսքը մեզ ուղարկում է, մենք չպետք է նայենք մեր անցյալին, մեր պարտություններին, մեր վիճակին։ Ախր իմ վիճակը շատ ծանր է։ Ախր այսքան ժամանակ է ես այս վիճակի մեջ եմ, պարտությունների մեջ եմ, ոնց կլինի, որ միանգամից իմ վիճակը փոխվի։ Սիրելիներ, բայց այսօր Աստծո խոսքը ուղղված մեզ որն է։ Աստծո խոսքը մեզ ուղղված սա է, սիրելիներ։ Եվ ավետարանը շատ համառոտ, շատ պարզ գրված է Հռոմայեցիս թղթի 4-րդ գլխի 24-25 խոսքերում։ Հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն արավ մեզ արտարացնելու համար։ Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսի ավետարանը համառոտ սա է, սիրելիներ։ Հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն արավ մեզ արտարացնելու համար։ Սա է, սիրելիներ։ Մարդը մեղավոր է, մատնված է հավիտենական մահվան, մարդկային միջոցով մարդու շտկում է հնարավոր չի, դա միայն Աստծո գործն է։ Աստծո խոսքը ասում է, արտար ոչ մեկը չկա, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից զրկված է։ Բայց Աստված իր որդով Հիսուս Քրիստոսով ամենն արել, ինչպես Պետրոս առաքյալի 2-րդ թղթի 1-րդ գլխի 3-րդ խոսքից գրված է, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է։ Աստված ամեն բան է արել Հիսուս Քրիստոսով։ Տեր Հիսուսը երբ որ հոգին ավանդում էր, ասեց. կատարված է, ամեն բան է կատարված։ Եսայի մարգարեության 53 գլխի համար 10-ից գրված է. Տերը հաջեց նրան զարգել ու ցավեցնել, երբ որ նրա հոգին կամանձը մեղքի համար զոհ արավ, նա սերունդ պիտի տեսնե, օրերը երկարացնե եւ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռքով։ Իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե ու կշտանա։ Իմ արտար ծառան իր գիտությամբ շատերին պիտի արտարացնե։ Իմ արտար ծառան իր գիտությամբ կամ ավելի պարզ իրեն ճանաչելու միջոցով շատերին պիտի արտարացնի։ Եվ այսօր ամբողջ հարցը սա է, սիրելիներ, Աստծո գործը մեր մեջ նա է, որ մենք Աստծուն ճանաչենք։ Մենք ճանաչենք այն մեծ փրկությունը, որ Աստված մեր համար արել է Քրիստոսով։ Եվ սա է հավիտենական կյանքը, Հիսուսը այդպես ասեց աղոթքում, որ քեզ ճանաչեն միակ ու ճշմարիտ Աստված եւ Հիսուս Քրիստոսին, որին ուղարկեցիր։ Աստված սիրում է մեզ, Աստված Հիսուս Քրիստոսով ամեն բան է արել, ինչպես Եբրայեցիս թղթի
երկրորդ գլխում գրված է Հիսուսին տեսնում ենք հրեշտակներից ցածած մահի չարչարանքի համար, որ Աստծո շնորհքով ամենքի համար մահ ճաշակի։ Հիսուս Քրիստոսը ցածրացավ, երկնքի փառքը թողեց, իջավ, որպեսզի Աստծո շնորհքով իմ եւ քո համար մահ ճաշակի։ Ես պետք է մեռնեի, դու պետք է մեռնեիր, մեր փոխարեն Հիսուս մեռավ։ Եվ իր արյունը Հայր Աստծո առջև այնքան թանկ ու պատվական է, որ Հայր Աստված նայելով այդ արյանը ջնջում է ամեն մեղք ու անցանք։ Պողոս առաքյալը ասում է. հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որ մատնվեց մեր հանցանքների համար։ Քրիստոսը մատնվեց իմ հանցանքների համար, քո հանցանքների համար։ Եվ եթե դա այդպես է, եթե դու հավատում ես, ապա մեղքերը, հանցանքները այլևս քո վրա չպետք է տեսնես։ Տեսնելով Հիսուսի վրա Աստծուն պետք է փառք տաս, որ քո համար ինքն է խաչվել, քո համար ինքն է արյուն թափել։ Հավատքը սա է, սիրելիներ։ Հավատքը սա է։ Առանց վերլուծության, առանց քննության, անմնացորդ հնազանդվել Աստծո խոսքին, որտեղ Աստծո խոսքերը, Աստծո խոստումները այո են, ամեն են։ Հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն արավ մեզ արտարացնելու համար։ Հիսուսը հարություն արավ, իր հարությամբ հռչակեց, որ այն գործը, որ արեց Գողգոթայի խաչի վրա, Աստծուն ընդունելու էր, հայտարարեց, որ մեղքը վերցված է, մեղավորը արտարացած է, բայց ավելին, սիրելիներ, ավելին, ոչ միայն էս։ Հիսուսը հարություն արավ, որպեսզի Սուրբ Հոգով մեր մեջ ապրելով ապրեցնի արդար կյանք։ Այ ամբողջ հարցը սա է, սիրելիներ։ Ասում է, եւ մեզ արտարացնելու համար հարություն արավ։ Տեր Հիսուսը հարություն արավ ոչ միայն մեզ հայտարարելու արդար, որ մեր մեղքերը ջնջված են, ներված են, մենք Աստծո ներկայությունը կարող ենք մնել Աստծո հետ խաղաղություն ունենալու, այլ որ ինքը այսուհետև մեր հետ է, մեր մեջը ապրեցնելու Աստծուն հաճելի կյանք։ Այս սա է, սիրելիներ։ Եվ դրա համար Պողոս առաքյալը գրում է Թուղթար Գաղատացիս 2-րդ գլխի համար 19-ից. ես օրենքով մերա օրենքին, որ Աստծուն կենտանի լինեմ, խաչը ելա Քրիստոսի հետ, եւ այլևս ոչ թե ես եմ կենտանի, այլ Քրիստոսը իմ մեջ կենտանի։ Եվ ինչ որ ես հիմա ապրում եմ, Աստծու որդու հավատքով եմ ապրում, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Հետո Պողոս ասում է, ես Աստծո շնորհքը չեմ անարգում, որովհետև եթե արդարությունը օրենքից էր, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։ Եթե մարդկային միջոցով է շտկումը, փրկությունը, ուրեմն ստացվում է, որ Հիսուս զուր տեղն է խաչվել, սիրելիներ։ Թող Աստծո ողորմությունը լինի։ Մեր հոգու աչքերը բաց լինեն, տեսնելու աղբյուրը, որ Գողգոթայի խաչից բխում է։ Աստված ամեն բան արել է, մեր փրկությունը արել է։ Հիշում եք, Հագարը, երբ որ անապատում, շփոթված, խառնված, հույսը կոտրած, եւ արդեն ինքը սպասում էր, որ իր զավակը Իսմայելը պետք է մեռնի, բայց ինչ եղավ։ Աստծո հրեշտակը խոսեց, հուսադրեց, եւ հետո գրված է Աստված Հագարի աչքերը բացեց եւ տեսավ մի ջրոր եւ այնտեղից ջուր վերցրեց, խնդրեց իր տղային։ Այդ աղբյուրը ոչ թե այդ բանից ստեղծվեց, այլ կար, ջրորը կար։ Ամբողջ հարցը սա էր, որ Հագարի աչքերը փակ էր եւ այդ ջրորը չէր տեսնում, սիրելիներ։ Աստված ամեն բան արել է։ Աստված Հիսուս Քրիստոսով ամեն օրնություն պատրաստել է, սիրելիներ։ Չէ՞։ Դրա համար Եփեսացիս թղթի առաջի գլխի 3-րդ խոսքում Պողոս առաքյալը ասում է. օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամենով, ամեն հոգեվոր օրհնությունով երկնավոր բաներում է։ Ոչ թե օրհնելու է, այլ օրհնեց։
Սրա համար թող Աստծո ողորմությունը լինի, մեր հոգու աչքերը բաց լինեն։ Աստծո ողորմությունը լինի, որ մենք ամբողջովին իրան նայենք, իր խոսքը պինդ ամուր բռնենք, որովհետև իր խոսքերը հոգի եւ կյանք են։ Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով, որ Աստծո բերն է ծերում։ Ես ուզում եի նորից ասել, նորից շեշտել Աբրահամի օրինակով։ Աբրահամը ելավ գնաց առանց իմանալու ուր է գնում։ Այս է հավատքը, սիրելիներ։ Իսկ նախարարը անհավատ էր։ Ասեց, եթե երկնքի պատուհաններն էլ բացվեն, այդպիսի բան հնարավոր չի։ Եվ ինչ եղավ։ Իր վերջը մահ եղավ։ Սրա համար, սիրելիներ, մեր աղոթքը թող սա լինի։ Այցելի ինձ, Տեր Աստված, իմ հոգու աչքերը բաց արա, որովհետև ես քեզ այնպես ճանաչեմ, ինչպես պետք է։ Ես քո խոսքին հավատամ։ Քո խոսքը իմ սրտի մեջ բնակվի, ոչ թե իմ մտքի մեջ, այլ իմ սրտի մեջ, չէ՞։ Այդ մասին Հովհաննես Արաքյալը իր առաջի թղթի 2-րդ գլխի համար 14-ում գրում է. «Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք ուժով եք կամ զորավոր եք, Աստծո խոսքը ձեր մեջ է բնակվում եւ հաղթեցիք չարին»։ Աստծո խոսքը ձեր մեջ է բնակվում, այ երբ որ մարդը Աստծո խոսքի հայտնություն է ունի։ Երեմիան ասում է, Երեմիայի մարգարեություն 15-ի համար 16-ը, քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա եւ նրանք իմ սրդին ուրախություն ու ցնծություն եղան։ Այս սա է, սիրելիներ, սա է, որ Աստծո խոսքը մարդու սրտում է բնակվում։ Այս սա է, որ Աստծո խոսքը մարդու համար հոգի եւ կյանք է։ Թող Աստծո ողորմությունը լինի, սիրելիներ։ Աստծո ողորմությունը լինի, Աստծո խոսքը մեր սրտերում բնակվի։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել օրինալ խոսքը, որ Պողոս Արաքյալը ասում է Կողոսացիս թղթի 3-րդ գլխի համար 16-ը։ Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի արադապես ամեն իմաստությամբ։ Կողոսացիս 3:16 Քրիստոսի խոսքը։ Բայց այդ որ խոսքն է, սիրելիներ։ Այդ որ խոսքն է։ Դա այն խոսքն է, որ ավետարանն է ասում։ Դա այն խոսքն է, որ հիշեցրի, որ Հռոմայեցիս 4:24-25-ում եւ 5-ի առաջի համարում ասում է. հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մերներից, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն արավ մեզ արտարացնելու համար։ Ուստի հավատքով արտարացած Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով։ Թող Աստծո ողորմությունը լինի։ Խնդրենք Տիրոջ երեսը, Տեր, այցելի օրհնիր, քո խոսքերի հայտնությունը լինի, քո խոսքը իմ մեջ բնակվի եւ իմ ընթացքը հավատքով լինի։ Եվ այո, ինչպես կզում ասեցի, ամեն մեկիս գերագույն նպատակը լինի Տիրոջ ներկայության ուրախությունը վայելելը եւ իրան փառավորելը։ Աստծուն փառք իր անսահման սիրո համար, ամեն։